Ճանապարհաշինարարության այս տարվա սեզոնը կմեկնարկի ավտոճանապարհների վերականգնման միանգամից 4 ծրագրով։ Դրանցից առաջինը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող 118 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ավտոճանապարհների վերանորոգումն է։ Հետազոտման եւ նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Մոտ ժամանակներս կհայտարարվեն համապատասխան մրցույթներ։ Այս ծրագրով Հայաստանի 5 մարզերի՝ Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի եւ Արագածոտնի 22 համայնքներ կունենան բարեկարգ եւ հուսալի ճանապարհներ։ Նախատեսված է իրականացնել կենսական նշանակության ճանապարհների վերանորոգման աշխատանքներ, որոնք ամբողջովին ավարտին կհասցվեն 2016 թվականին։ Ընդհանուր առմամբ կծախսվի մոտ 13 միլիարդ դրամ։ Այս տարի կավարտվեն 2014-ին կիսատ մնացած Վազաշեն-Պարավաքար 3.2 կիլոմետր երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքները կնքված պայմանագրի գումարի շրջանակներում։ 2014-ի փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվել էր կառուցել շրջանցիկ ճանապարհ Այգեհովիտ Վազաշեն-Պարավաքար ճանապարհի Վազաշեն-Պարավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու եւ ազգաբնակչության համար անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով։ Անցյալ տարի կառուցվող շրջանցիկ հատվածում հողային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել էին։ Ճանապարհի ամբողջ երկայնքով ավարտված էին նաև ավազակոպճային հիմքի տեղադրման աշխատանքները։ Պայմանագրի կնքման առաջին իսկ օրվանից մեկնարկել էր նաև ճանապարհի ասֆալտապատումը։ Այն նախատեսվում էր ավարտել 2014 թվականի հոկտեմբերի 30-ին, սակայն եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը առատտեղումները թույլ չտվեցին աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետում, քանի որ թացիմքի վրա հնարավոր չէր որակյալ ասֆալտապատում կատարել։ Ասֆալտապատվեց ճանապարհի 1.5 կիլոմետր հատվածը։ Չասֆալտապատված հատվածում կատարվեցին խճային ամրացման լրացուցիչ աշխատանքներ, ինչը հնարավորություն տվեց, որպեսզի ճանապարհն անվտանգ երթևեկելի լինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բարենպաստ եղանակների պայմաններում կվերսկսվեն աշխատանքները եւ շատ արագ ավարտին կհասցվեն։ Նշված ճանապարհատվածը ամբողջովին անվտանգ է, հենց հիմա շահագործվում է, շատ խոշոր աշխատանք է կատարվել։ Կիրառված նախագծային լուծումները, մասնավորապես ճանապարհամերձ որոշակի հատվածներում կառուցված արգելապատնեշներն ապահովում են նոր ճանապարհահատվածի անվտանգությունը։ Այլընտրանքային այս ճանապարհահատվածն ունի 6-ից 7 մետր լայնություն, կատարված ծավալուն աշխատանքը կկրճատի նաև ճանապարհի երկարությունը մոտ 2 կիլոմետրով։ Աշխատանքի ծավալով աչքի կընկնի նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած Վանաձոր-Ալավերդի Վրաստանի սահման 92 կիլոմետր ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ ճանապարհի վերականգնման աշխատանքները, որի ներդրումային ծախսերը կազմում է շուրջ 100 միլիոն եվրո։ Արդեն կան ճանապարհի նախնական հետազոտության արդյունքները, կառավարության կողմից բանակցություններ են ընթանում դոնոր կազմակերպությունների հետ։ Այնտեղ ճանապարհը բավական նեղ է, ունենք թունելներ, որոնք հիմնանորոգման կարիք ունեն, դրանք ներառված են ծրագրում, ունենք կամուրջներ, որոնք կենթարկվեն լրիվ փոփոխության, այսինքն նորը կկառուցվի դրանց փոխարեն, ճանապարհը ուրեմն կլայնացվի։ Այս տարվա ընթացքում նախատեսված է վերանորոգել նաև շուրջ 47 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված հանրապետության 8 մարզերում։ Այս նպատակով պետական բյուջեից կհատկացվի շուրջ 4 միլիարդ դրամ։ Գումարի շրջանակներում կմեկնարկեն նաև Դիլիջանի թունելի հիմնանորոգման աշխատանքները։ Դրանք կընթանան 3 փուլով 3 տարվա ընթացքում։ Ճանապարհաշինարարության ոլորտում ակտիվ տարի եղել նաև 2014-ը Հայաստանի 10 մարզերում հիմնանորոգվել են մինչպետական եւ հանրապետական նշանակության 32 ճանապարհահատվածներ, շուրջ 65 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Այս նպատակով պետական բյուջեից հատկացվել է 13.3 միլիարդ դրամ, որից շուրջ 2.54 միլիարդը վերաբաշխվել եւ տրվել է մարզպետարաններին, 1.6 միլիարդ դրամն էլ Հայաստան համայնքական հիմնադրամին։ 2014-ին ճանապարհներն հիմնանորոգվել նաև Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավուն վարկային ծրագրով։ Մասնավորապես Արագածոտնում, Արմավիրում եւ Գեղարքունիքում վերականգնվել են 39.45 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ։ Կատարված աշխատանքների ընթացքում տնտեսվել են նաև շոշափելի միջոցներ, որոնք օգտագործվել են վերականգնման հրատապություն պահանջող այլ ճանապարհահատվածների համար։ Դեռևս անցյալ տարի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանձնարարել էր ոլորտի պատասխանատուներին մրցույթների անցկացման ժամանակ ուշադրություն դարձնել հաղթած ընկերությունների կողմից աշխատանքներ կատարելիս պետական միջոցների խնայողաբար օգտագործմանը, տնտեսմանը, ինչը չպետք է լինի ճանապարհի որակի հաշվին։ Ճանապարհները վերանորոգման ընթացքում ամեն օր հարցկողություն է իրականացվում տրանսպորտի նախարարի կողմից։ Բացառում եմ, որ դա կատարվել է ճանապարհների որակի հաշվին, քանի որ մենք գիտենք, որ գործում է
գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, օրենսդրությամբ հայտարարվում է ընթացակարգ, մրցակցային, առաջարկներ են լինում բյուջեով պլանավորած գներից տվյալ մասնակիցը, որ արդյունքներով ընթացակարգի հաղթող է ճանաչվել, բնականաբար օրենքով էլ ամրագրված է, որ նվազագույն առաջարկն է ուրեմն ճանաչվում ընթացակարգի, եթե բավարարում է նաև որակավորման չափանիշները։ Պատրաստի ճանապարհը ստուգվում է նաև նախարարության համապատասխան լաբորատորիայի կողմից, օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը լաբորատոր թեստավորման արդյունքները ուսումնասիրելուց հետո է միայն տալիս իր վերջնական եզրակացությունը շահագործելու տվյալ ճանապարհահատվածը։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն։